Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Քննչական կոմիտեն հաղորդած է, որ փասրպազան պայքար շարժման անդամները ներառյալ Փաքրատ Քալստանյանը ծրագրած են ահաբեկչական եւ իշխանությունը բռնակրավվելուն ուղղված գործողություններ։ Ըստ քննչական կոմիտեին անոնք ծրագրած են ստեղծել հարվածային խումբեր, կազմված նախկին զինվորականներ եւ ոստիկաններ, որոնք միաժամանակ պետք է բռնի գործողություններ իրականացնեին տարբեր վայրերում մեջ իշխանությունը հերացնելու նպատակով։ Նախադեсված եղած են բայթումներ, գրակոծներ, փոխադրամիջոցներու խափանումներ, կապի համակարգերու վնասում եւ հանրային անկարգություններու տարածում։ Հանցավոր ծրագիրը բացահայտված է ազգային անվտանգության ծառայության կողմէ նախապատրաստման փուլին։ Հարուցված է քրեական վարույթ կընթանան քննչական գործողություններ։ Դրել ենք բանի վրա, համոզենք, խարոզենք, երկու հոգու պատիտակ գյունում ես, մի 15 հոգու դնում ես բանտը, սա գնդակարում ես ինչու։ Գնդակարում ես ընտանիքին կոմպենսացիա ես տալի կյանքի համար, իրանք էլ ուրախ կրում են։ Ընդդիմադիր սրբազան պայքար շարժման մասնակիցները եւ ղեկավարները ծրագրած էին Հայաստանի մեջ իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը բռնակրավվելուն ուղղված գործողություններ։ Քննչական կոմիտեն հայտարարությունը տարածած է մանրամասնություններ ներկայացնելով այս ընթացքին կատարված բացահայտումներ են։ Անասուն ազգը, անասուն խորը անասուն ազգը, ամեն ինչում ուզում է լինի սեփականատեր եւ հիմնադիր։ Դա համար պետք է ասել ախպեր պրոցեսի համահիմնադիրը դու ես, այ քո ձայնը լսվել է։ Արտուրի ասած դա տեխնոլոգիա է, դա պետք է կիրառվի։ Բոլորը դիտարկում են, ինչի են զուգում։ Պետք է ոչինչ անալ։ Կանել է, մեր գործողությունները խփում են ջահում, մտնում են։ Փոսի մեջ մեկը ավտո կվարի, մեկը խանութ ջահի։ Հիմա իրանք պետք է կոնտրոլ անեն, չեն կարող 15 ժամ թողեն, որ ավտոները վառվեն, փողոցները փակեն, տղերուկը լարերը քաշեն թափեն գետին։ Չեն կարող, կոնտրոլից դուրս է նշանակում։ Ըստ իրավաբաններուն Փաքրատ Քալստանյանը, որ հաղորդակցության մեջ ներկայացված է Վասկեն Քալստանյան, աշխարհի կանոնով 2024-ի նոյեմբերին քայլեր սկսած է ցերնարգել Հայաստանի սահմանադրությամբ չթույլատրված եղանակով իշխանությունը ստանձնելու գործընթացը իրագործելու համար։ Քննչական կոմիտեն հրաբարակած է նաև քրեական վարույթի շրջանակներեն ներս գաղտնի քննչական գործողություններու արդյունքով ցերկ բերված ցայնակրությունները։ Այդ նպատակը իրականացնելու համար շարժման շարք մասնակիցներու հետ նախնական համաձայնությամբ խումբի գազմի մեջ ցերկ բերած է ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը բռնակրավելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծած է այլ պայմաններ, այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Ասում եմ չբռնենք ամսի 4-ին, ես մեր խմբերին ասենք պատրաստվեն, ասենք նախապես զվանով կանք ասենք պատրաստվեն, սան գալիս են մայրաթով, մի խումբ կամ գնանք մայրաթով, սրանց ընդեղ ջարդենք, քշենք, կոտորենք, խմբերից քշենք Երևան, խմբերին ասում ժամը ես էջին պատրաստվենք, սա թագետենք։ Ներքի մասով Չախալյանը սունից մարդ չկա, գոյեց անում, ապար ինքն է տվել։ Չախալյանը սունից խոնդը հիմա սենց բաներ, Չախալյանը ուզում էին Արթուրենց հետ դրնեին, Արթուրենց մի քիչ բանով ուզում էին հոկանես հենց հետ դրնեին, հիմա այդ խնդերը կամ միացնեն, մի հանձնարարման կամ Չախալյանը ծանոթին հանձնարարման։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդակցության arczepiskopos շարժման մասնակիցներուն եւ համախոհներուն հետ ունեցած հանդիպումներուն ժամանակ կտրականապես բացառած են ընդրություններու նախապատրաստվելու, անոնց մասնակցելու եւ այդ կերպ իշխանություն ստանձնելու եղանակը։ Հիմա մի խոսքով մենք այդ խմբերի հավաքագրման փուլն ենք։ Հիմա դեռ հստակ թվանշաններ ենք հավաքում։ Երբ կա ժամանակ, ղեկավարները մի հատ հավաքեն ոչ ամբողջին միացին, 2-2-3-3, խոսենք ինչ են անելու, ով ինչ հավանականություն է ստանալու, սանգամ մեթոդը փոխվի։ Հաղորդակցության մեջ կներկայացվի, որ մասնակիցներուն տեղեկացուցած են շարժման կոորդինացիան եղանակը փոխելու մասին։
Այն է համոզելու եւ քարոզելու եղանակները, բացառելու շարժման կորձունեությունն ու անոր վերջնական նպատակը ոչ թե հավաքներու դրամապանությամբ, այլ հարմար բահում փոքրագազմ հարվածային խումբերու փոխհամաձայնեցված բռնի գործողությամբ իրակորձելու մասին։ Ըստ քննչական կոմիտեի ցերքին դակ եղած ծրագրին հեղինակները քննարկումներով արդյունքով որոշած են ցևավորել հարվածային խումբեր, փաղկացած գլխավորապես նախկին զինվորական ծառայողները եւ ոստիկանները, որոնց միջոցով Հայաստանի դարբեր հատվածներում մեջ նախատեսված է միաժամանակ կարճ ժամանակվան մեջ իրականացվելիք գործողություններ։ Որոշած են ցևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձերը գլխավորապես նախկին զինվորականները եւ ոստիկանները գազմված 200-ին 250 հարվածային խումբեր, ադոնցմե յուրաքանչյուրին արչեւ տնելով բարդատիր գադարման ենթակա հստակ առաջադրանք, որ վերջիններս պետք է գադարեն ամեն քնով առանց իմանալու մյուս խումբերուն կողմէ գադարվող առաջադրանքին ու անոր գադարման ընթացքի մասին եւ առանց միանալու այլ խումբերու անկախ անոնց գործողություններեն։ Ես ուրիշ ձևով ուզում արդեն մոտենանք, ինչ ենք անելու, նախացին, որ մենք երկու ամիս պատրաստության ժամանակում ենք ամենաշատը։ Ըստ իրավաբահերուն իշխանությունը բռնակրավելու նպատակով Քալստանյանը եւ խումբին մյուս անդամները ծրագրած են կատարել ահաբեկչություն, քաղաքացիական անձեր կյանք զրկելու, առողջության ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերու գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետևանքներ հարաճացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ։ Հիմա մենք վերակազմավորման կամ կազմավորման ընթացքի մեջ ենք։ Նպատակ ենք դրել գոնե 150 մինիմում 200 խումբ կազմել։ 25 օկեանոս թիմերով են։ Հստակ մարդիկ ունեն կանգնում են ու վերջ, մի օր է երկու նշանակում։ Մենու Լևոնն է տեսք կոչարանը։ Լևոն դասն լաջացեք է վախտում ակրատից, կոնկրետ ասել ծանքել ինչ է։ Կետել է սենարը ալքան շողոտ լսնդեր է, ծանք ունենք էդ մենք պետք է մինչև 200 խումբ կազմենք։ 20-25 օկեանոս, տեսեք պետք է մի քանի հազար ձիգ ուժը կանգնած մարդիկ ունենան, որ փողոցը պարեն, մենք կլինի փողոց փակելով, կլինի ուրիշ գործողություններ անկա, այդ լրիվ գործողություններ կան։ Այդ խումբերը կորձի պիտի անցնեին Փակրատ Քալստանյանի կողմէ համապատասխան հարիթով թշկողություն արտահայտելու համար հստակ ժամուն կառավարության թիմաց հավաքվելու գոչ հնչեցնել է ետք։ Հարվածային խումբերը պետք է տեղակայվեին նախաբես որոշված իրենց տեղերը եւ ոչ մեկ բարակայի պետք չէ միանային։ Իրականության մեջ իշխանություններուն ուշադրությունը շեղելու համար տեղի ունեցող թեկուզ փոքրաթիվ հանրահավաքին։ Հանցավոր խումբին անդամները հստակ ծրագրած են, որ շարժման արչև թրված վերջնական նպատակը պետք է իրակորձվի ոչ թե հանրահավաքի միջոցով անոր մասնագետներուն կողմէ, այլ հարվածային խումբերու կողմէ իրենց նախաբես հանձնարարված հարվածային գործողությունները գարտ ժամանակամիջոցի 24-ին 36 ժամվա մեջ կատարելով եւ Հայաստանի բնակավայրերում մեջ անկառավարելի վիճակ առաջացնելով։ Տևելով 24 ժամյա անընդհատ պրոցես է։ Հետևի 24 ժամ թե 36 ժամ կապ չունի, սկսես պիտի չավարտեն, մինչև որ վերջան։ Հիմա ջահելներից կարանք, ասենք, ես արարատ է թունգի տասոք եմ, ամենքին հարվեր պահավիսում թողակ, կամով տասոք, ասել ձեր գործը մի բանը, ջահել ոտեն, տվեք էդ յուղ ավտոբուսների պապակիների 10 այս հստով, այս 10 այս հստով, պախ։ Իրանց միջից ասել, որ ովքեր կամ որ տճորեն, այսօր շպատետվել ենք, այս խանջանի երկու մոստը ակերի էլի, որ մուտքան ոչ մի բան չի եղել, գալիս համեկենան հետևի բանից շաղատավի հետևից։ Ըստ իրավաբաններուն հանցավոր խումբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներուն հասնելու համար կործածած են հոգեբանական եւ քարոզչական բնույթի հնարքներ, կորձիկներ։ Հիմնական աբորինի գործողություններու կատարումը վերաբահելով արգածախնդիրներուն։ Ըստ այդ ծրագրին նախադեսած են Երևանի մեջ եւ հանրապետության այլ ճանապարհներու փաբուղիները քծապատել, փանուկ փողոցներում մեջ ճիդավորյալ ինքնաշարժներու փախում կազմակերպել, ներառյալ փոխադրամիջոցները վնասելով կամ զանոնք այրելով, կատվածահարնել ողջ հանրապետության փոխադրական շարժը։ Մեքենայի ապա է սաներից 4 հատ տեխնիկայի փողոց կա, 4-ի վրա 10 հատ մեքենայի ապա է սարքեն։
հազարով մեքենաներ խցանում առաջ ասպետ չի։ Բացի այդ, ըստ ծրագրին նախադեсված է հազարավոր հրավդանք միջոցներու համաժամանակյա կորձաթրմամբ իրականացնել բայթումներ, գրագոցներ արձակել շենքերու եւ շինություններու բادرուն, վնասել էլեկտրականության եւ համացանցային կապի սնուցման մալուխները, անոնց սնուցումը ապահովող այլ սարքավորումները, հարաճացնել խաչմերուկներուն վրա երթևեկությունը կարգավորող աստալույսերու զանգվածային խափանումներ, այրելու եղանակով ոչնչացնել հասարակական սպասարկման կառույցներ, այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությունը, բնակչության շրջանագեններ հարաճացնեն անկառավարելի վիճակ։ Կլինեն սալիկներ, սյուների վրա կապելի, լինեն ինտերնետի ցանցերի անջատումներ, հոսանքների անջատումներ, տրոլեյբուսի գծերի կործանումներ։ Քննչական կոմիտեն նաև նշած է, որ խումբին անդամները ծրագրած են զուգահեռափառ միջոցներ ցերնարկել հարաճացած վիճակը վերացնելու հնարավորություն են պատասխանատու պետական մարմինները զրկելու ուղղությամբ։ Ներառյալ խոչընդոտել կամ ընդཐུպ բացառել ոստիկանության համապատասխան ուժերու շարժը, ոստիկանության ներքին զորքերու դեղագայման վայրերու ելքերը դարբեր եղանակներով արգելափակելու, ոստիկանության փոխադրամիջոցներու շարժը խափանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ pedagogan այլ քերադեսչություններու գայքերը, էլեկտրոնային կառավարման համագարքերը, ցանցահենային հարցակումներու միջոցով գատվածահարնելու եղանակով, որբես արդյունք նպատակ հետապնդելով գազմալուծել հանրային իշխանության մարմիններուն գործունեությունը եւ սահմանադրությամբ սահմանված գարկով Հայաստանի Հանրապետության իշխանությունը ստանցնած անցանց հարգադրել հրաժարելու։ Համանությունները շատ ոստիկանությունը սա խառնված է իրար, համանատարներ են փոխել 20-30 ինտերնետի մայրերը անել չասներ, եթե դու վստահելի մարդիկ ունես խումբ, բանավան երիտասարդների, իրենք դի օնլայն դիրույթում աշխատել շատ, դրանք կլինեն հարկերների տեսքով, դրանք կլինեն նամակներ ուղարկելու տեսքով, անան ջանալ, գարտավարության նախարարությունը, կառավարության սայթերն են, սա տիջարդ են կամ ջանալ, առավոտ արդեն կառավարության սայթի գտին Նիկոլի նկարնով սատանայի պոզերը խսը, տանի տեղի, գերբի տեղի։ Հաղորդակցության համաձայն նախնական տվյալներով հարվածային խումբերու մեջ ընդգրկված են ավելի քան 1000 մարդ։ Ցերկ բերված են գործողություններու համար անհրաժեշտ քարտեզներ, տվյալներ եւ սարքավորումներ։ Պատվիրված եւ ցերկ բերված են բայթումներ կատարելու եւ գրակոծներ արձակելու համար նախադեсված հազարավոր հրավդանք միջոցներ, ինչպես նաեւ փոխադրամիջոցներու անվակները վնասելու եւ փոխադրամիջոցային շարժը կատվածահարնելու համար պիտանի մետաղական սրածայր գործիքներ։ Ասխիկներ եւ շարունակած են հարվածային խումբերու մեջ ընդգրկվող անցանց հավաքագրելու ուղղված գործողությունները։ Պատրաստ լինեին հենց այսօր առավոտը ոտի կանեին, սաղտերը տային ճախ շուրանին գասնեն կգինային։ Նորմալ է, տրամաբանությունը ուղարկալու միավորքորնի չասնի։ 5000 դրամա, 2000 դրամա, մասկպազան ճատես մարդ բանաս է։ Բնական է, ու հարապարցուն բարտավեցին։ Շոմբերի օրեքյուրներ, շոմբերին հազարով բանով կորեն ծողելի օրի։ Քննչական կոմիտեի հաղորդակցությամբ նաև նշված է, որ նախապատրաստվող գործողությունները բացահայտված են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմէ։ Թերնախապատրաստման փուլին եւ թեփքին արդիվ հարուցված է քրեական վարույթ։ Կդարվին քննչական գործողություններ, գործընթացի մեջ ներգրավված բոլոր անձերը բարձելու համար։ Թեփքին արդիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներեն ներս կկատարվին անհետացքելի քննչական եւ այլ վարույթային գործողություններ։ Պակրատ Քալստանյանի փաստաբանը հաստատած է, որ հրապարակված ցայնակրությունների իրական են։ Սրբազան պայքար շարժման առաջնորդը կալանավորված է 2 ամսով, ահաբեկչություն նախապատրաստելու զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Խուսարկություններու ընթացքին հայտնաբերված են նորաբացույցներ եւ մեծ քանակով հրավտանք իրեր նախադեсված էլեկտրականությունը եւ համացանցը խափանելու համար։ Թադարանը բավարարած է նաեւ շարժման 14 մասնակցի կալանքի միջնորդությունները։
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ թադարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարված են։ 15 մեղաթրյալներ կալանավորված են, ներառյալ Սրբազան պայքար շարժման առաջնորդ Փաքրատ Քալստանյանը։ Քննչական կոմիտեն Սրբազան պայքար շարժման ղեկավարներու եւ մասնագետներու կողմէ ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու քրեական վարույթի նախաքննմամբ խուզարկություններու արդյունքով դարձյալ հայտնաբերած է մեղաթրյալներու մեղսակրված գործողությունները հաստատող իրեր, ներառյալ փողոցի էլեկտրասնուցման եւ համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախադեсված մեծականակ վտանգավոր առարկաներ։ Սրբազանին ցայնակրությունները իրական են, այս մասին քրած է վարչապետի աշխատակազմի ղեկավարի դեղակալ Դարոն Չախոյանը, հավելելով, որ Փաքրատ arczepiskopos Քալստանյանի փաստաբանը զայն հաստատած է։ Քանի դեռ որոշ սրամիտներ կբնթեն, թե ահաբեկիչ Սրբազանին ցայնակրությունները գեղձ են, պատրաստված են արհեստական բանականությամբ, զինք պաշտպանող փաստաբանը թադարանին արչև հաստատած է ցայնակրություններուն իսկությունը, հղում կատարելով ադոնց հատվածներուն։ Հարցին անդրադարձած է նաև պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյանը։ Հոգևոր ազգային ու հայրենասիրական շղար շիներկո անտես եկող բեդականազուրկ հայրենաթավները մեկ առաջադրանք ունին՝ խարխլել բեդության հիմքերը, ահաբեկչական խմբավորման անհայրենիք բարակլուխներ, երբ հավուր բաճաճի գճաշագեք բեդական հիմնարկներու համարժեք պատասխանը, փոխանցեցեք ձեր դերերուն, որ Հայաստանի մեջ սահմանադրությունն ու ժողովրդի իշխանությունը այլընտրանք չունին։ Այսօր զուգահեռ վարչապետին վերագրվող ցայնակրությունը ստեղծված է, որ գեղձ է հայտնած է վարչապետի մամլոք հարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Որոշ արգածախնդիրներ փորձած են հասարակությունը մոլորեցնել վարչապետին վերագրվող գեղցայնակրությունը ստեղծելով։ Նման շինցու եղանակներով հասարակությունը մոլորեցնելու եւ ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը թադաբարտված են ցախողման։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մեջ տեղի ունեցած է Քերակույն հոգևոր խորհրդի ժողով, որուն արդյունքով խորհուրդը հանդես եկած է հայտարարությամբ իր մտահոգությունը արտահայտելով Փաքրատ arczepiskopos Քալստանյանի եւ իր համախոհներուն նկատմամբ իրավաբահ մարմիններու ցերնարգած գործողություններուն եւ անոնց մեղսակրվող ծանր մեղադրանքներուն կապակցությամբ։ Խորհուրդը թադաբարտած է գործընթացը եկեղեցվո հետ արհեստական կապակցելու փորձերը եւ հորդորած է պատկան մարմիններուն չդրվիլ քաղաքական շահարկումներուն, առաջնորդվել սահմանադրության եւ օրենքներու պահանջներով, հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Այսօր արձագանքած է ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուփինյանը։ Այսպիսով Քերակույն հոգևոր խորհուրդը Գդրիչ Ներսիսյանի գլխավորությամբ նույնպես միացավ մարտիկը քննագահարողներու եւ ինքնաշարժներ վառողներու պաշտպանության արշավին, բայց ասիգայալ բնական է։ Փաքրատ Սրբազանին շարժումը ըստ իր իսկ հայտարարություններուն կգործեր Գդրիչ Ներսիսյանի օրհնությամբ։ Լավ է, որ կոնե այս արծի մեջ հետևողական է ուխտազանցը, ահաբեկչություն օրնողը։ Միքայել arczepiskopos Աջաբահյանի ռազմական հեղաշրջման մասին հայտարարություններ են յետ իրավաբահերը խուզարկություն կատարեցին Շիրակի թեմի առաջնորդարանին մեջ։ Պարզվեցավ սակայն, որ ան կգտնվեր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մեջ։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները փորձեցին կորզատրել զինք սերփակալելու եւ կալանքի միջնորդություն թադարան ուղարկելու որոշումը, բայց հոգեվորականներու թիմադրության պատճառով գործողությունը թատրեցավ։ Վեհարանի մուտքի մոտ շլարված իրավիճակ կդիրեր տեղի ունեցան փախումներ։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ հարուցած է ինչպես սահմանադրական կարգը դաբալելու կոչերուն, այնպես էլ իրավաբահերու օրինական գործունեության խոչընդոտելու թեփքերուն համար։ Աջաբահյանը հայտարարեց, որ չի թաքնվիր եւ պատրաստ է ներկայանալ քննչական կոմիտե։ Քան անգամ ասի բացի բաց ռազմական հեղաշրջումը պիտի պատերազմի օրերին ասի։ Եվ նախագահներին ասեցի։ Քոչարյանին եւ Սերժին։ Շիրակի թեմի առաջնորդի ճիշտ այս հայտարարությունն էր պատճառը, որ հունիս 27-ի առավոտյան իրավաբահները առաջնորդարանը ներս խուզարկություն իրականացնեին։ Պարզվեցավ սակայն, որ Միքայել Աջաբահյանը առաջնորդարանին մեջ չէ։ Փոխարեն այնտեղ էին գյումրեցիներ, եկեղեցականներ, ինչպես նաև փաստաբանը, որոնց թույլ չտվին ներս մտնել։ Միքայել Աջաբահյանից լիազորել է ներկայացնելու ինչպես Մայրաթորի շահերը, այնպես էլ իր շահերը ներկայացնելու, բերել է իմ արտոնագրիչպաչեն եւ ազնագրիչպաչեն, սակայն իսկ որոցը մեկը ներս չի թողել, չեն թույլատրել, որպեսզի ներկա գտնվեմ խոզարկությանը, ինչպես նաև երկրորդ անգամ եմ ներկայացել, խնդրել եմ, որպեսզի փաստաթղթերը տանեն, նայեն, տեսնեն արդյոք պատշաճ է, պատշաճ չէ, թույլ տան, ասել եմ, որ ընդհանրապես փաստաթուղթ անգամ չենք վերցնի, ներս չենք մտնի, ոչ մի բան չենք անի։ Եթե օրինական խոզարկություն է կատարվում, ինչու չի կարող անձի փաստաբանը ներկա գտնվել այդ խոզարկությանը։ Ներսում ոչ ոք չկա, իրենք ասում են, որ աշխատակիցներից մեկը կա, երևի պահագն է, բայց չեմ կարծում, որ այդ մեհոկին բավարար է։ Մի հոգի պատահական աշխատող է եղել, այդ պահին այդտեղ է եղել, երևի հիմա ներսում է։ Փորձել եք ներս մտնել։ Ես փորձել եմ, չեն թողել, արկել եմ ներս մտնել,
ինչպես նաև падգամավորներին ու մնացած ցանկացած մեկին։ Շատ չանցած հայտնի դարձավ, որ Միքայել Աճաբահյանը մայրաթորի տարածքի մեջ է բարձրաստիճան մյուս հոգևորականներու եւ Կարեկին երկրորդ կաթողիկոսի հետ։ Տարածքի մեջ էին նաև ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, իրագործելու թեմի առաջնորդը ցերպակալելու եւ գալանքի միջնորդություն թադարան ուղարկելու որոշումը։ Շիրակի թեմի առաջնորդը կմեղադրվի իշխանությունը բռնակրավելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանութենեն հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի դավալելուն ուղղված հրաբարակային գոչեր ընելու համար։ Մեկ շաբաթ առաջ գլխավոր դատախազությունը տեղեկացուցած էր քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Վեհարանի մեջ բարձվեցավ գործողություններ իրականացնելը անհնար է։ Հոգևորականները Աճաբահյանին թույլ չտվին ենթարկվել իրավահանելու պահանջներուն։ Իրավիճակը մայրաթորի մեջ երկար ժամանակ լարված մնաց։ Վեհարանի մոտ քաշքշուկը սկսավ դեղվույն վրա հավաքված հոգևորականներու եւ ուժայիններու միջև։ Աճաբահյանը վերադարձավ Վեհարան, իսկ ուժայինները դուրս եկան տարածքեն։ Գար ժամանակ անց հայտարարություն տարածեց ազգային անվտանգության ծառայությունը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դարածքեն Միքայել arczepiskopos Աճաբահյանը Գևորգ Արտաշեսի Աճաբահյան ցերպակալելու որոշում իրականացնելու ընթացքին արձանագրված է քաղաքացիներու հավաքում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը մեկնելով անվտանգության նկատառումներեն եւ կանխելով իրավիճակին հնարավոր եւ թիդավորյալ սրումը որոշում կայացուցած են դուրս գալ Մայրաթորի դարածքեն։ Ծառայությունը բոլոր քաղաքացիներուն գհորթորե զերծ մնալ իրավիճակը լարել են, չխոչընդոտել իրավաբահ մարմիններուն օրինական որոշումներու իրագործումը։ Միքայել arczepiskopos Աճաբահյանին գոչ կուղենք չտակնվել իրավաբահ մարմիններեն եւ ներկայանալ զինքը սպասող ազգային անվտանգության ծառայության արդյունագործ խումբին։ Ազգային անվտանգության ծառայությունը կշարունակե իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները, ապահովելով հանրային կարգի եւ անվտանգության պահպանումը։ Իրավաբահ մարմիններու օրինական գործողություններուն խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական քննադատականի։ Ետք ամիջապես քննչական կոմիտեն հաղորդեց, որ արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ։ Խումբը անցանց կողմէ խոչընդոտված է իրավաբահ մարմիններու օրինական գործունեությունը։ Ուստի այդ փաստով արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն նախազգուշացուց, որ դարբեր անցանց կողմէ իրավաբահ մարմիններու օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտելը եւ միջամտելը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գրնահանգեցնել քրեական պատասխանատվության։ Այսպիսի պայմաններու ներքո կհորդորենք ցերմբահ մնալ հակաիրավական վարքագծի որևէ դրսևորումներ է։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ու ուժայինները հերացան, բայց լարվածությունը չթուլացավ։ Հոգևորականները թույլ չէին տալ Աճաբահյանին երթալ քննչական կոմիտե։ Փախումներն ու հրմշտոցը կշարունակեին Վեհարանի թարբասներու մոտ։ Այս ընթացքին տարածքի մեջ էր նաև Քարեկին երկրորդը։ Աճաբահյանը հայտարարեց, որ կներկայանա քննչական կոմիտե, իսկ հոգևորականները կհետևին իրեն։ Կատարվում է բացարձակ ապօրինություն է, բայց ես երբեք որևիցե տեղ չեմ խակնվել։ Եվ հիմա էլ չեմ պատրաստվում խակնվելու։ Չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում խակնված լինելու տպավորություն ստեղծել, ոչ էլ որևիցե մեկի հետևում չեմ խակնվում։ Եկել են իմ հետևից, ես կգնամ։ Եվ առավել եւս կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողը ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար։ Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ։ Մենք գնանք Վեհարան, այնտեղ կհամախմբենք մեր քննարկումները կունենանք եւ եզրահանգումը կանանք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք բոլորս ամենայն ջանքի գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի։ Մեր եկեղեցու, մեր եկեղեցականաց եւ մեր հոգևորականների։ Միքայել arczepiskopos Աճաբահյանը վերադարձավ Վեհարան, իր զայրույթը արտահայտելով ու հաստատելով նախապես հրած իր հայտարարությունը։ Չեմ մտու Վեհարան, ստերել, իրաց տիրոջ, Երինես նգարում, բանես գետեմ նգարելու։ Ավելի ոչ Միքայել Աճաբահյանի փաստաբանը հայտարարեց, որ ինքնական պիտի երթան քննչական կոմիտե։ Ասել եմ, այից մինչև ֆակտ։
Հայտարարելով, որ քալելով պիտի երթան Երևան, Միքայել Աչաբահյանը հոգևորականների ուղեկցությամբ սկսավ երթը։ Որոշ ժամանակ անց նստավ ինքնաշարժ, ճանապարհին վրա քաշքշուկը հրրմշտոց տեղի ունեցավ նաև Աչաբահյանին աջակցելու եկածներու միջև։ Ակնհայտ դարձավ, թե որոնք են փախումներ հրահրողները մայրաթորին մեջ։ Facebook-յան իր էջին վրա արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։ Տեսնելով, որ իրավաբահները սատրանքներու չեն դրվիր, իրենք իրենց մեջ անցան բռունցքներու։ Փախումներ չեն գրնարըլալ։ Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցվո հավատավոր հոդը իր սրբություն սրբոցը մայրաթորը քրիստոնեաբար պիտի ազատե եւ վեհարանը հանցնե վեհին։ Մարդու իրավունքներու պաշտպանալ արձագանքեց արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներ Բերմանի ընթարգելու թեփքերուն։ Դարածված հայտարարության մեջ նշված է, որ աշխատակազմի արագարձականման խումբերը այցելություններ գիրականացնել, ոստիկանության բաժիններ, տարբեր վայրերը ցերկալված ստանցած իրավունքներու ապահովման վիճակին, ինչպես նաև անոնց վերաբերյալ գազմված փաստաթուղթերուն ծանոթանալու նպատակով։ Քննչական կոմիտեի մոտ Միքայել Աչաբահյանը կսպասի։ Ով քրիստոնյա է։ Ով քրիստոնյա չէ, ողջուն չի։ Քրիստոնյաներին ողջույն։ Միքայել arczepiskopos Աչաբահյանը 2 ամսով կալանավորված է թադարանի որոշմամբ սահմանափակված են նաև անոր շփումները բացառությամբ մերձավոր արսկականներու եւ պաշտպաններու հետ տեղեկացուցած է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Երկրի մեջ ռազմական հեղաշրջում ունելու Աչաբահյանի հայտարարություններուն վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնված էր իշխանությունը բռնակրավելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանութենեն հրաժարվելուն կամ սահմանադրական գարքը բռնի դաբալելուն ուղղված հրաբարակային կոչեր ընելու համար։ Հայաստանի մեջ տնտեսական աշխուժության աճը մայիսին կազմած է 10.4% շինարարության եւ ծառայություններու ոլորտներուն հաշվին։ Արդյունաբերության մեջ արձանագրված է 5.9% անկում պայմանավորված ոսկիի վերամշակման ծավալներուն նվազմամբ։ Արշապտվան կառավարության նիստին վարչապետը մրցանշային քննադատած է մայիսին գրանցված աշխատատեղերու թիվը։ Կառավարությունը հաստատած է նաեւ համայնքային ծրագիրներու դրամական օժանդակության ու երեխա ունեցող ընտանիքներուն բնակարանով ապահովելու աջակցության նոր փուլերը։ Նիստին մանրամասնությունները տեսանյութին մեջ։ Մայիսին տնտեսական աշխուժության ցուցանիշը անցյալ դարվան մայիսին համեմատ աճած է 10.4%-ով։ Ցուցանիշը գախյալ է գլխավորապես շինարարության եւ ծառայություններու ոլորտներու աճեն։ 5.9% նվազում կա արդյունաբերության ոլորտեն ներս։ Փոխարենը ըստ տնտեսության նախարարին մեծ է աճը տնտեսության այլ ջուղերու մեջ։ Քիմիայի, ծխախոտի, սննդի արդյունաբերության, հանքագործության եւ այլ ոլորտներում արտադրությունը էական աճել է, պարզապես նախորդ տարի եղել է ոսկու, այսպես ասած, վերամշակման ինչ-որ process, որը այս տարի 41%-ով կրճատվել է։ Իրականում տնտեսության մեջ բավականին մեծ ակտիվություն կա նաեւ արտադրության ոլորտներում եւ այդ ոսկու գործոնը եթե մենք չեզոքացնեինք, ել ավելի բարձր արդյունք կունենայինք։ Վարչապետը մրցունակ համարեց աշխատադեղերու մայիսի ցուցանիշը։ Արձանագրված է 790.320 աշխատադեղ 2018-ի մայիսի համեմատ 242.331-ով կամ 44%-ով ավելի։ Աշխատավարձային բահուստը 2018-ի համեմատ աճած է 146 միլիարդ դրամով կամ 151%-ով։ Եկամտային հարկի ցուցանիշը 2018-ի համեմատ գրկնապատկված է։ Միջին աշխատավարձը աճած է 74%-ով։ 2024-ի մայիսի համեմատ աշխատադեղերը ավելցած են 38,000-ով, աշխատավարձային բահուստը 10 միլիարդ դրամով, եկամտահարկը 15 միլիարդով, միջին աշխատավարձը 11,000 դրամով։ Շատ կարևոր ցուցանիշներ են։ Իհարկե նաև մեր տնտեսության ներսում էլի կառուցվածքային որոշակի խնդիրներ տեսնում ենք։ Այսօր ես տեսա, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն է մայիսին որոշակի նվազել, դրա բացատրությունը նախարարի մեկնաբանությամբ այդ թվում ներքին պահանջարկի որոշակի նվազում է։ Նվազումը պայմանավորված է ինքնավար կայանների արտադրածով, երբ որ տնտեսությունները հիմնականում փոքր տնտեսությունները մինչև 15 կիլովատ իրենք արտադրում են, այդ բանը իրենք սպառում են եւ դա չի արտացոլվում մեր արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ, դրանով է պայմանավորված, որտեղ վերջին տարիներին արևային կայանների թիվը էականորեն ավելացել է եւ մենք այս բանը ունենք տեղադրված արդեն շուրջ 770 մեգավատ հզորությամբ կաններ, ինչը մեր ատոմային էներգակայանի կրկնակի հզորությունն է։ Ես համարում եմ լուրջ ձեռքբերում, իհարկե էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է առաջացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում։ Պատկերացնեք, չնկատելով 2 ատոմակայան ենք ստացել եւ հիմա հարցը այդ 2 ատոմակայանը ինչպես կառավարենք, դա երկրորդ խնդիրն է։
Փաշինյանը անդրադարձավ նաև ուժանույթի կառավարման եւ էլեկտրականության մատակարարման որակի խնդիրներուն, նշելով, որ օրերս իր իսկ մասնակցությամբ Complex Mall գետրոնի բացման արարողության ժամանակ գետրոնը հոսանքազրկված էր։ Մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել, 70 միլիոն, համեն դեպս ես ինձ տենց ասցին եւ չեն կարողանում բացման արարողություն անել նորմալ։ אז մենք հասկանում ենք սա, անդադ խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավում եւ այլն եւ այլն։ Այստեղ երկու տարբերակ կա։ Իհարկե ես ասել, մի տարբերակն է նա, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն է նա, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չի։ Երկու դեպքում էլ իրանք բոլոր գծերը անցել են եւ այն ինչ որ ասել են, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե, process-ը չի լինի մի փուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ անկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ եւ արդյունավետ իրականացնենք։ Օրենսդրական փոփոխությունները ըստ վարչապետին պիտի իրականացվին խորհրդարանական արդահերտ նիստով։ Պետությունը ըստ անոր պիտի ստանցնե ուժանյութային ցանցերու կառավարումը, որ զարգացումով առաջնորդվին, որոշ բահու ըստ վարչապետին պիտի ապահովվի էլեկտրական ցանցերու ընկերության բաժնեդոմսերու ազատ բաժանորդակրության հնարավորությունը։ Ստանալով երաշխիքներ, որ ոչ միայն ընկերություններն ու գազམ་ագերբությունները, այլև քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն ունենան բաժնեդոմսեր ցերկ բերելու, ժառանգելու սերունդներուն նման նպատակ կա նաև Զանգեզուրի բղնձարջակարային գործարանի բարակային վարչապետին խոսքով մայիսի ցուցանիշներով աճը տեսանելի է նաև զբոսաշրջության ոլորտեն ներս։ Աճի ֆիզիկական արտահայտությունը ինքս եւ իմ ընտանիքը զգացել է, օրինակ պատկերացրեք, որ Գորիսում հյուրանոց գտնելը բավականին խնդրահարույց է եւ այն պայմաններում, երբ Գորիսը ոնց որ թե իր հյուրանոցային տնտեսությամբ Հայաստանում բավական առաջատար դիրքեր ունի, ոնց որ թե Երևանից, Գյումրիից հետո, սա նաև արդյունք է նրա, որ մենք Գորիսում զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրով շատ մեծ ներդրում արեցինք 18 թվականից եւ դրանից առաջ չեմ հիշում, բազմիցս եղել եմ Մեղրիում եւ առավել ես վարչապետի կարգավիճակում ոչ մի անգամ չէի գիշերել Մեղրի մի պարզ պատճառով, որ այնտեղ հյուրանոց չկար, որը պատվիրակությանը հնարավոր լիներ պատվիրակության կազմով մնալ եւ այս տարի առաջին անգամը, երբ որ ես Մեղրիում գիշերել եմ, որովհետեւ արդեն այնտեղ նորաբաց հյուրանոց կա եւ սրանք կարծում եմ ազդակներ են, որ մենք պետքա ճիշտ ներկայացնենք։ Ավելի քան 2 միլիարդ դրամ հատկացվեցավ 14 համայնքներու մեջ 18 ծրագիրներու դրամական օժանդակություն դրամատրելու։ Այս տարի պետությունը արդեն 7.6 միլիարդ դրամ ուղղած է ծրագիրներու օժանդակության։ Գործադիր իշխանությունը դրամամիջոցներ կդրամատրե երեխա ունեցող ընտանիքներու բնակարանային ապահովման ծրագրին։ 2025-ի համար տարեկան հաստատված դարեհաշիվը 1.8 միլիարդ դրամ է։ Առաջարկված է դարվան երկրորդ երամսյակին թիմող շուրջ 410 շահառուին դրամական աջակցություն դրամատրելու նպատակով հատկացնել 300 միլիոն դրամ։ Հունիսի 1-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1164 ընտանիք, որոնց վճարվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Տեղեկացնեմ, որ ծրագրի մեկնարկից, այսինքն 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև այս տարվա հունիսի 1-ը աջակցություն է ստացել 13285 շահառու ընտանիք, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են շուրջ 9.5 միլիարդ դրամ։ Ժողովրդագրության ոլորտում մենք խնդիրներ ունենք եւ շարունակում ենք ունենալ խնդիրներ, որովհետեւ ցավոք սրտի ծնելիության ցուցանիշները նվազում են եւ մենք ամենատարբեր ծրագրերով պետք է շարունակենք ցուցաբերել աջակցություն այն ընտանիքներին, որտեղ երեխաներ են ծնվում եւ իհարկե նաեւ այս ցուցանիշները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ ծրագիրը պահանջված է։ Ընդունել ենք ժողովրդագրության ոլորտի ռազմավարություն եւ այդ ռազմավարությունը պետք է հետեւականորեն իրականացնենք, որպեսզի կարողանանք մեր խնդիրները լուծել։ Պտղաբերության գործակցով վերջին 30 տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն ենք գրանցել։ Սա նշանակում է, որ մեկ կնոջ հաշվով մենք ամենաշատ երեխա ունեցել ենք
2023 թվականին։ Հանրագրթության դրամամիջոցներ դրամատրելու նոր գարկը սկսած է գործելու 2023-ին։ Ներկայացնելով օրագարկային հաջորդ նախագիծը նշեց Գրթության, Գիտության, Մշակույթի եւ Մանրամարզության նախարարուհին։ Դպրոցներուն դրամական միջոցներ դրամատրելու գարկը անցյալին երկու մաս է փաղկացած էր։ Գործագիծները եւ նորմատիվները կհաստատվեին նախարարին հրամանով։ Առաջարկված է զանոնք հաստատել մեկ որոշմամբ, հաշվի առնելով փոխկապակցվածությունը։ Գարկը պիտի գործե 2025 թվականի սեպտեմբեր 1-ին։ Նախատեսում ենք, որ կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների եւ տնտեսումների մի մասը կկարողանանք ուղղել դպրոցում առկա այլ խնդիրների լուծմանը, իհարկե նույնպես կառավարության համապատասխան որոշումներով, ասեմ, որ սա շատ կարևոր ճկունություն է դպրոցներում առաջացող ընթացիկ խնդիրները կարգավորելու համար։ Նախարարուհին ներկայացուց ուսուցիչներու դրամական երաշխիքներու ավելացման ուղղված ծրագիրները, նշելով, որ միայն գամավոր որակավորման գործընթաց են անցնելով չէ բարձրացված աշխատավարձը։ Անհիշեցուց, որ ուսուցիչներուն վարձատրությունը 10%-ով մեկ անգամ բարձրացված է 2019-ին, 2020-ին սահմանված է ուսուցիչի աշխատավարձի նվազագույն շեմ։ 20 թվականից 108,800 դրամը սահմանվեց իբրև ուսուցչի վարձատրության նվազագույն շեմ, սակայն ֆինանսավորման նոր կարգով 23-ից ուսուցիչների նվազագույն վարձատրության նոր չափ սահմանվեց 119,900 դրամ, որը շուրջ 10%-ով ավել էր նախորդ սահմանումից։ Սեպտեմբերից արդեն 12 դասարաններից 11-ում նոր չափորոշիչը կգործի եւ սրա շնորհիվ ուսուցչի շաբաթական դասավանդվող ժամերը նախկինում գործող 22-ի փոխարեն դառնում են 18 ժամ տարրական դասարանների համար եւ 20 ժամ մյուս դասարանների համար, ինչը հանգեցնում է դասավանդվող 1 ժամի արժեքի բարձրացման 20%-ով տարրական դասարանների համար եւ 10%-ով միջին եւ ավագ դասարանների համար։ Նշվեցան դրամական նոր գարկով կատարված բարեփոխումները։ Հարաճաթիմության խնդիր ունեցող երեխաներուն համար պետությունը ստանցնած է հավելյալ ծառայություն դրամատրելու բարդավորություն։ Նախորդ ուսումնական տարվան ընթացքին 13400-ն ավելի երեխաներ գրծած են այս մոդեցմամբ բարելավել գրթությունը։ Ֆինանսավորման նոր կարգի ներդրումը բերել է նրան, որ էապես ավելացել է հանրակրթության ֆինանսավորումը կամ դպրոցների պահպանման ծախսերը։ Եթե 2019-ին այս ուղղությամբ ֆինանսավորում կազմել է 85.26 միլիարդ դրամ, ապա 24 թվականին մենք արդեն իսկ հատկացրել ենք 118.84 միլիարդ դրամ։ Սա չի ներառում ուսուցիչների հավելավճարների վարձատրության ծրագրերը, որոնց առանձին միայն նախորդ տարի 10 միլիարդ դրամ է ուղղել պետությունը։ 2024-ին 5 դպրոցներու մեջ 800 միլիոն դրամի խոշոր աշխատանք կատարված է։ Կնախադեсվի ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող վերահսկող դպրոցներու ուսուցիչներու աշխատանքներու համագարկողի լրավճարը։ Գյուղական այն դպրոցներում մեջ, ուր ուսուցիչի թափուր դեղ կա եւ չի լրացվիր, իրականացվի էլեկտրոնային դասավանդում։ 96 դպրոցներու 5250 երեխաներու այս միջոցով կարևոր առարկաներ կդասավանդեն 190 ուսուցիչներ։ 1.4 միլիարդ դրամ հատկացվեցավ երկու դպրոցներու կառուցումը 2026-ին ավարտելու համար։ Նաև մեկնարկում են կառուցման աշխատանքները մեկ մանկապարտեզում, իրականացվում են նաև որոշ դպրոցների ուրեմն անհրաժեշտ նախագծային աշխատանքները, մոտավորապես 775.8 միլիոն դրամի չափով միջեռամսյակային վերաբաշխում է արվում, որը հնարավորություն է տալիս 27 ուրեմն դպրոցների նորոգման աշխատանքները մեկնարկել եւ եւս 22-ում, որտեղ աշխատանքները արդեն ընթանում էին, լրացուցիչ ուրեմն միջոցներ տրամադրել այդ նորոգման աշխատանքներին։ Վարչապետը հիշեցուց, որ երբ կմեկնարկեին 300 դպրոցի կառուցման աշխատանքները, բարձվեցավ, որ երկրին բոլոր դպրոցներու ֆիզիկական ենթակառուցվածքները ունին նորոգման անհրաժեշտություն։ Բոլոր շենքերու քույքակրում են, հետո որոշվեցավ, թե ուր պետք է ոչ թե ներդրում կատարել վերականգնման համար, այլ պետք է նոր շենք կառուցել։ 10 տարվա կտրվածքով մեր լավագույն նպատակն է, որ այսօր գոյություն ունեցող 5 դպրոցների, բոլոր 5 դպրոցների փոխարեն պետքա մենք ունենանք նոր դպրոցներ։ Գործող ցանգին վրա ըստ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին կան 340 դպրոցներ, որոնց մե 200-ը նոր կառուցվողներն են։ 45-ի կառուցումը ավարտած է։ Մնացած 144-ը նորոգվող դպրոցներն են։ Ստրասբուրգի մեջ մեկնարկած է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Պերսեն նշած է, որ Հայաստանը կընթանա ճիշտ ուղղությամբ, ընդգծելով երկրի եվրոպական ցկտումներն ու իրականացվող բարեփոխումները։ Պերսեն հիշեցուցած է, որ Երևանի մեջ կգործե Եվրոպայի խորհրդի գրասենյակ շուրջ 50 աշխատակցով, որոնք կկաչակցին ծրագիրներու իրականացման, ան նաև անդրադարձած է Երևանի եւ Բաքու կատարած այցելություններուն, ընդգծելով, որ այդ ընթացքին քննարկված են Հայաստանի
եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին առնչվող խնդիրներ։ Ստրասբուրգի մեջ մեկնարկած է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառնային նստաշրջանը։ Խորհրդարանականները հնարավորություն ունեցած են հարցեր ուղղելու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին։ Վեհաժողովի մեջ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամ Հրիփսիմե Գրիգորյանը Ալեն Բերսեյեն հետաքրքրված է անոր Երևանյան այցելության տպավորություններուն եւ Հայաստանի ժողովրդավարական զարգացումներուն մասին։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը իր այցելությունը թրական գնահատած է, շեշտելով, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ կընթանա։ Իմ տպավորությամբ մենք տարիներ շարունակ կտեսնենք Հայաստանի բավական ուժեղ եվրոպական ցկտումները, ասիգա կարևոր է արձանագրել։ Եվրոպայի խորհուրդի ինտերն է աշխատիր երկրներուն հետ ապահովելու ճիշտ զարգացումը։ Անոր համար մենք Երևանի մեջ ունենք գրասենյակ, ուր նույնպես այցելած եմ։ Անիգա ունի շուրջ 50 աշխատագիծ, որոնք բավական կարևոր աշխատանք կկատարեն բարեփոխումները զարգացնելու, տարբեր ծրագիրներ իրականացնելու եւ արժեքները իրականություն դարձնելու ուղղությամբ։ Վեհաժողովի մեջ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանն ալ բարձրացուցած է Եվրոպայի խորհրդին հարավային Կովկասի երկրներու անդամակցության արդյունավետության հարցը, շեշտելով, որ այսօր Վրաստանը խիստ խննատադության է բաժամիջոցներու դակ է։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, Լեռնային Ղարաբաղի հայերը ենթարկված են ցեղազտման, իսկ Ադրբեջանն ալ վերածված է երկրիմը, որ կմերժե մարդու իրավունքները։ Եվրոպայի խորհրդի նախագահը նշած է, որ մտահոգություններ ունի տարածաշրջանին առնչյալ, այդ իսկ պատճառը վերջերս այցելած է Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան։ Տարածաշրջանեն ներս ստեղծված իրավիճակին վերաբերյալ կուզեմ նշել, որ այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին առնչյալ պետք է քայլ առնվի։ Կփորձեմ աջակցել այդ ուղղությամբ բոլոր ջանքերուն։ Բերսեն նշած է, որ Երևանի ու Բաքվի մեջ մանրամասն քննարկումներ ունեցած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ, փորձելով բարձել, թե ինչպես Եվրոպայի խորհուրդը կրնա օգտակարել։ Մենք տարածաշրջանային երկրներուն կողքին ենք, սակայն չենք կրնար անոնց փոխարեն ստորագրել համաձայնագիրը։ Մենք կրնանք աջակցել եւ օգտագործել մեր ասացությունը, ապահովելու դրական քայլեր։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կարևորած է նաև Հայաստանի վարչապետին այցելությունը Թուրքիա, զայն որակելով պատմական։ Այս շաբթվան համար մենք պատրաստած էինք այսքանը, շարունակեցեք հետևել առաջին ալիքին, մինչ հաջորդ շաբաթ։